Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Ռի-Նյուզ լրատվականի առավոտվա թողարկումը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, բարի լույս։ Դոնալդ Թրամփը հիշել ու բոլորին հիշեցրել է իր վերջին ձեռքբերումը, Փաշինյան-Ալիև հանդիպումը ու իր սոցցանցում հրապարակել է օգոստոսի 8-ի լուսանկար և գրել, որ մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի ու Հայաստանի միջև ու ընկերանալ նրանց ղեկավարների հետ։ Գրառմանը առաջինը արձագանքել է Նիկոլ Փաշինյանն ու շնորհակալություն հայտնել Ադրբեջանի հետ իր խոսքով այդ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչը նախկինում ոչ ոքի չէր հաջողվել։ Հետո արդեն Ալիևն է լուսանկարով արձագանքել, նա ևս պատմական բառն է օգտագործել ու Թրամփին անվանել է ադրբեջանա-ամերիկյան ռազմավարական ընկերության ճարտարապետ։ Փոփոխվող աշխարհակարգում գերտերության կարգավիճակին են ձգտում զարգացած տերությունների կողքին կանգնել ձգտող պետությունները, հատկապես Չինաստանը, Հնդկաստանը, վերջին տարիներին նաև Թուրքիան հենց նման հավակնություններ են դրսևորում։ Ռեջեփ Թայիպ Էրդողանն օրինակ հասկացնում է, աշխարհում կան այլ պետություններ, որոնք կարող են կարևոր դեր խաղալ համաշխարհային որոշումների կայացման գործում, եւ նրա երկիրը ձգտում է լինել դրանցից մեկը։ Ավելին, համարվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի ամենաարժանի թեկնածուն։ Արդյոք սա ընդամենը հռետորաբանություն է, թե նոր աշխարհակարգի սկիզբ, որտեղ միջին տերություններն ավելի ու ավելի մեծ դերակատարություն են ստանձնում։ Սիմոն Հովանեսյանն է պատմում։ Dünya 5'ten büyüktür. Աշխարհը 5 երկրից ավելի մեծ է։ Հաճախ հայտարարում է Թուրքիայի նախագահը, մասնավորապես սիրում է դա անել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ 2014-ից հնչող այս արտահայտությունն ուղղված էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մենիշխանությանը։ Էրդողանը դեռ այդ ժամանակից էր հասկանում, որ աշխարհում էլի պետություններ կան, որ կարևոր դեր կարող են խաղալ աշխարհում ընդունվող որոշումներում ու իր երկիրը դրանցից մեկն է ձգտում լինել։ Ավելին ըստ Էրդողանի խորհրդի մշտական անդամի ամենաարժանի թեկնածուն է։ Նույն Թուրքիան այսօր կամուրջ է Եվրոպայի եւ Ասիայի միջև, վերահսկում է առևտրային ու էներգետիկ ուղիներ։ Մոտավորապես 1.44 տրիլիոն դոլար հնայով 85 միլիոն բնակչությամբ մեր հարևանի բանակը իր հզորությամբ աշխարհում 9-րդն է, ՆԱՏՕ-ի 2-րդ բանակը։ Թուրքիան ուղիղ կամ միջնորդավորված ձևով ներկա է Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում ու եւս 11 երկրում։ Թուրքիան ցանկանում է հաշտության օղակ դառնալ միջազգային կոնֆլիկտներում, հատկապես Ուկրաինայում, որպիսի գերտերության հայտ ներկայացնի։ Օրինակ նույն միջնորդության քաղաքականություն վարող Կատարին վերջերս Իսրայելը հարվածեց փորձագետների կարծիքով նաև հենց իմիջի վրա ազդելու համար։ Այսինքն Թուրքիան հավակնում է դառնալ այն տարածաշրջանային հեգեմոնը, ով ոչ միայն արաբական աշխարհում, այլ նաև կովկասյան տարածաշրջանում, եվրոպական հատվածում ունենա իր արժեքավոր խոսքը եւ որի մասին նաեւ Եվրոմիության բարձր ներկայացուցիչը նախկին ներկայացուցիչը ասաց, մենք պետք է հաշվի առնենք, որ սա ուրիշ Թուրքիա է, ում հետ մենք պետք է հաշվի նստենք։ Արաբական Միացյալ Էմիրությունները եւս հսկայական ֆինանսական ռեսուրսների շնորհիվ դարձել է տարածաշրջանային հզոր խաղացող։ Այս երկիրը ակտիվ ներդրումներ է անում ռազմավարական նշանակության նավահանգիստներում, Աֆրիկայից մինչև Ասիա, ինչը նրան տալիս է լծակներ համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունները նաև վարում է բազմավեկտոր քաղաքականություն, սերտ հարաբերություններ պահպանելով ԱՄՆ-ի հետ, միևնույն ժամանակ խորացնելով կապերը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Նաև ակտիվ եւ արդյունավետ միջնորդական առաքելություն իրականացնում ինչպես ռուս-ուկրաինական դիմադրությունում գերիների փոխանակման, այնպես էլ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելով։ Հնդկաստանի հիմնական ուժը նրա հսկայական մարդկային ներուժն ու ռազմավարական դիրքն է։ Բնակչությամբ այս երկիրը գերազանցել է Չինաստանին։ Մոտ 1.5 միլիարդ բնակչությամբ Հնդկաստանը ավելի քան 4 տրիլիոն դոլարի հնա ունի։ Նյու Դելին սերտ հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, սակայն դա չի խանգարում ռուսական գազի եւ նավթի մեծ ծավալներ վերավաճառելը։ Միացյալ Նահանգները արաբական աշխարհում ունի իր դաշնակիցը։ Եթե ձեզ թվում է, որ կարծում եմ Միացյալ Նահանգներին դուր է գալիս Իսրայելի վարած քաղաքականությունը, որտեղ այդ քննադատությունները նաև Միացյալ Նահանգներն են ուղղում, ես կարծում եմ դա այդպես չի։ Բայց քանի որ ինքը տարածաշրջանում չունի ավելի վստահելի դաշնակից, քան Իսրայելն է, ինքը համաձայնում է կամ առնվազն չի խոչընդոտում Իսրայելի գործողություններին։ Մեծ տերությունների ստվերում զարգանում են ավելի փոքր, բայց մեծ լծակներով պետություններ, ինչպիսին օրինակ Իսրայելն է, որն այսօր ոչինչ հաշվի չառնելով Գազայում անխոչնդոտ իրականացնում է ցեղասպանական գործողություններ եւ ազատ հրթիռակոծում է Իրանը, որը նույնպես միջին պետություն է, բայց համեմատաբար ավելի քիչ հնարավորություններով, պայմանավորված տասնամյակների պատժամիջոցներով ու ճնշումներով։ Ներկայում Մերձավոր Արևելքում
մեծ տարածաշրջանում կա 4 պետություն, որոնք համարվում են առավել ուժեղները, առավել հզորները, դա Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Իսրայել։ Իրանը եւ Իսրայելը 1979 թվականից սկսած գտնվում են վատ թշնամական հարաբերությունների մեջ։ Ոչ կեր, բայց ծանրակշիռ դեր ունեցող այս տերություններին կարող ենք բաժանել մի քանի խմբի։ Նրանց մի մասը փորձում է հարմարվել ու զարգանալ այդ պայմաններում։ Իսկ որոշները, ինչպիսին օրինակ մեր արևմտյան հարևանն է, ձգտում է մեծացնել իշխանությունն ու ավելի մեծ լծակներ ունենալ, ինչպես օրինակ արեց Սիրիայում, միջնորդավորված կերպով իշխանության գալով։ Մյուս հարևանը Ադրբեջանը հատկապես վերջին 5 տարում Արցախի դեմ ագրեսիայից հետո գերիշխանությունը հաստատելով փորձում է ավելի ազդեցիկ մակարդակի դուրս գալ արտաքին քաղաքական ասպարեզում։ Միաժամանակ մի քանի աթոռի նստել դա միջազգային հարաբերություններում, այն էլ ժամանակակից միջազգային հարաբերություններում գրեթե անհնար է, եթե դու ինքդ չես ձևավորում աշխարհաքաղաքական կենտրոն կամ չունես այնքան տնտեսական հզորություն եւ հիմք, որ կարողանաս այնպես անել, որ բոլորը քո հետ շագրգռված լինեն հարաբերություններ ունենալ։ Այդ պարագայում միգուցե հնարավոր է մի քանի կենտրոնների հետ միաժամանակ աշխատել։ Այս նոր ակտիվ եւ հավակնոտ միջինտերությունները ստեղծում են ազդեցության, կախվածությունների եւ շահերի բարդ ցանց, որը դարձնում է աշխարհը ավելի անկանխատեսելի ու խճճված։ Արդյոք սկսվել է միջինտերությունների դարաշրջանը։ Արդյոք նրանց մրցակցությունը կհանգեցնի նոր, ավելի արդար եւ կայուն բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծմանը, թե ընդհակառակը կառաջացնի նոր տարածաշրջանային բախումներ եւ գլոբալ քաոս։ Սիմոն Հովանիսյան, Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Պեկինում անցկացվող Սիանշանի համաժողովի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ գեներալ գնդապետ Չժան Յուսայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ գեներալ գնդապետ Չժան Յուսայի, պաշտպանության նախարար ծովակալ Դուն Ցյուզյունի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների պաշտոնակից Դավիթ Վան Բելի հետ, քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման ուղղված համատեղ աշխատանքը, այդ թվում մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։ Մտքեր են փոխանակվել ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Միրզոյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հավելյալ ֆինանսական հատկացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Շնորհակալություն են հայտնել սերտ համագործակցության համար եւ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի։ Այդ գործում Փաշինյանն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը։ Մեհդի Սոբհանին եւս շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ կառավարությանը ակտիվ եւ արդյունավետ երկխոսության համար, ընդգծելով, որ գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել իրեն բարեկամության շքանշանով պարգևատրելու համար եւ նշել, որ հետագայում եւս կանի ամեն ինչ Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար։ Այս տարվա ապրիլին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Քաղաքացիական պայմանագրից լրատվամիջոցներին հայտնել են, որ քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանն էլ է դիմում ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Սարգսյանը չի ներկայացել երկրում չգտնվելու պատճառով։ Հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ հարուցելու հիմքեր չի գտել։ Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հայկ Սարգսյանը քաղաքացիական պայմանագիր վարչությունից պահանջել է Ալեն Սիմոնյանին հեռացնել կուսակցությունից։
Մեր ուշադրության կենտրոնում դարձյալ Գազայի հատվածում ծավալվող դրամատիկ իրադարձություններն են։ Իսրայելի պաշտպանության ուժերի լայնածավալ ցամաքային գործողությունները, որոնք ուղղված են Համասի դեմ, բերում են ոչ միայն ռազմական, այլև խորքային մարդասիրական ճգնաժամի։ Իսրայելը հայտարարում է Համասի լիակատար պարտության և պատանդներին ազատման մասին։ Որպես գերնպատակ, մինչդեռ միջազգային հանրությունը ներառյալ ՄԱԿ-ը մեղադրում է Իսրայելին ցեղասպանության մեջ, մատնանշելով քաղաքացիական բնակչության մասշտաբային կորուստները ու ավերածությունները։ Գազայի փողոցներում, որտեղ ռումբեր են ընկնում, կյանքը վերածվել է գոյապայքարի, իսկ աշխարհը կարծես սոսկ դիտորդ է մնալով փակուղու մեջ, երբ խոսքերն ու բանաձևերը չեն կարողանում կանգնեցնել ողբերգությունը։ Մանրամասները Դավիթ Գենջյանի ռեպորտաժում։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազա քաղաքում լայնածավալ ցամաքային գործողությունների հիմնական փուլին անցնելու մասին։ 162-րդ և 98-րդ դիվիզիաները արդեն ընդլայնել են գործողությունները, իսկ 36-րդ դիվիզիան միանալու է նրանց մոտակա օրերին։ Ըստ Իսրայելի բանակի գնահատականների, քաղաքում դեռ մնում են մոտ 3000 Համասի մարտիկներ։ Վերջին օրերին աշխարհի գլխավոր լրատվական թողարկումներում պարբերաբար հայտնվում են այսպիսի կադրեր, կարծես միջազգային հանրությունն արդեն սկսում է նկատել քաղաքացիական բնակավայրերի ամբողջական ոչնչացումը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է, որ եթե Համասը չազատի պատանդներին և չզինաթափվի, ապա Գազայի հատվածը կվերածվի։ Բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը շեշտել է, որ պատանդներին վերադարձնելը պատերազմական նպատակ է և ազգային ու բարոյական պարտավորություն։ Նրա խոսքով գործողությունները շարունակվում են համակարգված ձևով, գերնպատակ ունենալով հասնել Համասի լիակատար պարտության։ Համասը կտրականապես հերքել է մեղադրանքները, դրանք որակելով կեղծիք և ինքնարդարացում։ Կազմակերպության հայտարարությամբ Իսրայելի գործողությունները նպատակ ունեն քողարկելու Գազա քաղաքի համակարգված ավերումը։ ՄԱԿ-ի անկախ միջազգային քննիչ հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որով Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության մեջ։ Մեր զեկույցում հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Իսրայելի իշխանությունները և անվտանգության ուժերը Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ կատարել են և շարունակում են կատարել ցեղասպանության հետևյալ հիմնարար գործողությունները։ Առաջին՝ մարդկանց խմբի անդամների սպանությունը, երկրորդ՝ խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնաս պատճառելը, երրորդ՝ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների դիտավորյալ ստեղծումը, որոնք ուղղված են լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, և չորրորդ՝ խմբի ներսում ծնելիությունը կանխելուն ուղղված միջոցների կիրառումը։ Սակայն ըստ մասնագետների այդ ջանքերը դեռ բավարար չեն դադարեցնելու ոճրագործությունները։ Նրանք մատնանշում են միջազգային համակարգի թերի լինելը։ Առաջին փուլը, որ պետությունները պետք է ճանաչեն, որ այն ինչ որ տեղի է ունենում Գազայում, դա ցեղասպանություն է, դա շատ կարևոր է։ Բայց արդյոք սրան կհաջորդի գործընթացներ, որոնք կհասցնեն այդ ամեն ինչը մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, եւ ամենակարևորը, արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կընդունի որևէ բանաձև եւ դրա հիման վրա միջնորդական առաքելություն կուղարկի կամ խաղաղարար առաքելություն կուղարկի Գազայի հատված։ Ես խիստ կասկածում եմ եւ ավելին ասեմ, ես համոզված եմ, որ դա տեղի չունենա, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից որևէ մեկը, եթե դրեց վետո որոշումը չի ընդունվել։ Գազայում տիրող իրավիճակին է անդրադարձել եւ աղոթել Գազայում խաղաղության համար Հռոմի Պապ Լեոն 14-րդը։ Իմ խորին համերաշխությունն եմ արտահայտում Գազայի պաղեստինյան ժողովրդին, որը շարունակում է ապրել վախի մեջ եւ գոյատևել անընդունելի պայմաններում։ Ամենակարող Տիրոջ առաջ, որ պատվիրել է մեզ չսպանել եւ ամբողջ մարդկության պատմության առաջ, յուրաքանչյուր մարդ ունի անձեռնմխելի արժանապատվություն, որը պետք է հարգել եւ պաշտպանել։ Մասնագետները Իսրայելի նման հանդուգն քաղաքականությունը կապում են հետևողականորեն ճիշտ վարած քաղաքականությամբ, սկզբում թույլատնել դիմադրության օղակը իրենց շուրջ, այնուհետև օգտագործել դաշնակիցների հետ լավ կապեր իրագործելու սեփական ծրագրերը։ Իսրայելի պարագայում աշխատեց բաժանիր, որ տիրես տրամաբանությունը, եթե նախկինում Իսրայելի դեմ կռվում էին Միացյալ Արաբական մի քանի պետություններ, ապա հիմա այդ միացյալ ուժը չկա։ Իսրայելի դեմ չկա նաև այն կարողունակ ուժը, որը պայքարում էր իրանական աջակցությամբ, այսինքն Իսրայելը կարողացավ նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ անմիջական ջանքերով հասնել այնպիսի իրավիճակի, որ ինքը պետությունների միջև միասնությունը բաժանեց։ Գազայի շուրջ զարգացումները վերածվել են ոչ միայն ռազմական, այլև միջազգային իրավական եւ դիվանագիտական բախման։ ՄԱԿ-ի մեղադրանքները եւ միջազգային կոչերը խաղաղության համար մնում են առանց գործնական արդյունքի։ Ուժերի խախտված հավասարակշռությունը սահմանափակում է իրական միջամտության հնարավորությունը։ Ստեղծված դրությունը հանգում է փակ շրջանի, երբ ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ միջազգային համակարգն ընդամենը սահմանափակ արձագանքում է։
Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Եվրահանձնաժողովն առաջարկել է դադարեցնել իսրայելական ապրանքների ազատ առևտրի մասին համաձայնագրերը Գազայում պատերազմի պատճառով։ Սակայն նախաձեռնությունը բավարար աջակցություն չի ստացել Եվրամիության անդամ պետությունների շրջանում այն ընդունելու համար։ Արտաքին գործերի հանձնակատար Կայա Կալասը նույնպես առաջարկել է պատժամիջոցների փաթեթ, որը կուղղվի երկու իսրայելցի նախարարներին, ինչպես նաև պաղեստինյան Համաս խմբավորման անդամների դեմ։ Իսրայելը ակամա պառակտել է Եվրատեսիլը միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող ասիական այս երկիրը ստեղծման օրից լրջագույն խնդիրների մեջ լինելով հարևանների հետ մասնակցում է բացառապես եվրոպական մայրցամաքի սպորտային առաջնություններին եւ միջազգային տարատեսակ մրցույթներին, մասնավորապես Եվրատեսիլին, որտեղ վերջին տարիներին նաեւ հաջողություններ է գրանցում։ Եվ ահա Գազայում ծավալվող ողբերգական իրադարձությունների ֆոնին եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հայտարարում են մրցույթը բոյկոտելու մասին, եթե դրան մասնակցի Իսրայելը։ Բայց կան նաև պետություններ, որոնք պատրաստ են բոյկոտել երգի փառատոնը, եթե դրան չմասնակցի Իսրայելը։ Թեմային անդրադարձել է Մոնիկա Հայրոյանը։ Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի մասնակից մի շարք երկրների հանրային հեռարձակողները պաշտոնապես հայտարարել են մրցույթը բոյկոտելու մտադրության մասին, եթե համաեվրոպական երգի փառատոնին մասնակցի Իսրայելը։ Պատճառը Գազայում շարունակվող ռազմական գործողություններն են, որոնց զոհ են գնում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։ Այս պահին Վիեննայում կայանալիք մրցույթին մասնակցելուց հրաժարվելու սպառնալիք են հնչեցրել Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Սլովենիան եւ Իսլանդիան։ Իսպանական հանրային RTVE հեռարձակողի խորհուրդը ձայների 10 կողմ 4 դեմ հարաբերակցությամբ վճռել է բոյկոտել մրցույթը։ Մինչդեռ Իսպանիան մեծ հնգյակի անդամ է, մրցույթի հիմնական ֆինանսավորող երկրներից մեկը։ Իռլանդական RTE հեռուստաընկերությունը նույնպես հաստատել է իր դիրքորոշումը։ Գործադիր տնօրեն Քևին Բաքհերստը հայտարարել է, որ իսրայելցի արտիստի ելույթը անընդունելի կլինի, քանի դեռ մարդկային կորուստները Գազայում շարունակվում են։ Հաշվի առնելով Գազայի բնակիչների շարունակվող ծանր տառապանքները, Իռլանդիայի պաշտոնական հեռարձակող Ավրոտրոսն այլևս չի կարող արդարացնել Իսրայելի ներգրավվածությունը ստեղծված իրավիճակում։ Նիդերլանդները, Սլովենիան եւ Իսլանդիան նույնպես միացել են բոյկոտի կոչերին։ 2024 թվականին, երբ Իսրայելը եւ Պաղեստինը պատերազմի մեջ էին, մի շարք երկրներ հրաժարվեցին ներկայացնել մրցույթի միավորները՝ ի նշան բողոքի Իսրայելի մասնակցության դեմ։ Իռլանդիայի մասնակից Ben Bithag-ը հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել իր եվրատեսիլյան երգը, քանի դեռ Իսրայելը շարունակում է մասնակցել մրցույթին։ Նիդերլանդների ներկայացուցիչ Յուս Քլեյնը նույնիսկ որակազրկվեց, բացահայտորեն արտահայտելով իր դժգոհությունը։ Եվրատեսիլից առաջ կայացած մամուլի ասուլիսին նա հրապարակային կերպով դեմքին իր երկրի դրոշներ գցել, որպեսզի չտեսնի Իսրայելի մասնակցին։ Հունաստանի մասնակիցն էլ քնած էր ձևացել։ Նույնիսկ մրցույթը հյուրընկալած Շվեդիայի հասարակությունն է վերաբերմունքն արտահայտել իսրայելցի երգչին տանող ավտոբուսի վրա հարձակումով։ Իսրայելի ներկայացուցիչի ելույթն էլ ուղեկցվել է սուլոցներով եւ հանդիսատեսի բացահայտ դժգոհության արտահայտություններով։ Տեղեկություն էր շրջանառվում, որ Եվրոպական հեռարձակողների միությունը Իսրայելին առաջարկել է ժամանակավորապես 1 կամ 2 տարով հրաժարվել մրցույթին մասնակցելուց կամ մասնակցել չեզոք դրոշի ներքո։ Սակայն տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել։ Երկրպագուներն ու հեռարձակողները համեմատականներ են անցկացնում Ուկրաինայի դեպքի հետ, քանի որ լայնամասշտաբ պատերազմից գրեթե անմիջապես հետո ԵՀՄ-ն որակազրկեց Ռուսաստանին, պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը կվարկաբեկի մրցույթը։ Հենց այդ տարի Ուկրաինան ներկայացնելով Կալուշ օրկեստրա խումբը իր Ստեֆանիա երգով, որը պատերազմի մոտիվներով էր, հաղթեց, ստանալով հեռուստադիտողների քվեարկության ռեկորդային ձայներ, թեև մինչև այդ չէր համարվում մրցույթի ֆավորիտը։ 439 points. Հաջորդ տարիներին եւս Ուկրաինան զբաղեցնում էր բարձր հորիզոնականներ, իսկ մրցույթի բեմում եւ դահլիճում բազմաթիվ մասնակիցներ ու հանդիսատեսներ ծածանում էին ուկրաինական դրոշներ՝ ի նշան աջակցության։ Բոյկոտի սպառնալիքներին ի պատասխան մի շարք այլ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելին։ Գերմանիան եւ Իտալիան մեծ հնգյակի երկու այլ անդամները զգուշացրել են ԵՀՄ-ին, որ իրենք դուրս կգան մրցույթից, եթե Իսրայելը որակազրկվի։ Աջակցություն հայտնող մյուս երկրների թվում նշվում են նաեւ Ավստրիան, 2026 թվականի մրցույթի հյուրընկալող երկիրը, Շվեյցարիան, Կիպրոսը, Հունաստանը եւ Ադրբեջանը։ Հայաստանը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել Իսրայելի մասնակցության դեմ եւ կողմ ճամբարների շուրջ իր դիրքորոշման մասին։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Աշխարհի երեսին այսօր տեղի ունեցող զարգացումները ամփոփենք անգլոսաքսոնական գերշքեղ, նույնիսկ ճաճանչափայլ մի իրադարձությամբ։ Հայաստանի ու Ադրբեջանի մասին գրառում անելուց հետո Թրամփը մեկնել է Մեծ Բրիտանիայի թագավորի ամրոց հանդիպել Չարլզ III-ի հետ։ Շատ տպավորիչ այց է, որն ուղեկցվում է բողոքի շատ օրիգինալ ցույցերով։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Միացյալ Թագավորություն իր երկրորդ պետական այցով, այն անվանելով մեծ պատիվ։ Այստեղ շատ բաներ ջերմացնում են իմ սիրտը, ասել է Թրամփը, որի մայրը շոտլանդացի է եւ որը Միացյալ Թագավորությունում ունի 2 գոլֆի դաշտ։ Քաղցկեղի դեմ բուժում ստացող 76-ամյա Չարլզ Թագավորին Թրամփը ներկայացրել է որպես իմ ընկեր։ Գերտերության առաջնորդի արարողակարգային ամենաբարձր մակարդակի այցը Մեծ Բրիտանիա մեկնարկել է արքայական շքեղությամբ դիմավորումով եւ անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում։ Վինձորի ամրոցում Չարլզ III-ը եւ թագավորական ընտանիքի անդամները կարգերի շարասյունով արքայական գորգի վրա ընդունելությամբ են դիմավորել Դոնալդ եւ Մելանիա Թրամփներին։ Արարողակարգը բոլոր նրբություններով հստակ պահպանված էր։ Կարմիր գորգ, զինվորական նվագախմբի կատարմամբ Միացյալ Նահանգների օրհներգ, այնուհետև ավանդական կարգերի շքերթ, որի ընթացքում մեկ կարգում զրուցում էին թագավոր Չարլզն ու նախագահ Թրամփը, իսկ մյուսում թագուհի Կամիլան եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Այս հատուկ հարաբերությունները երկար ճանապարհ են անցել։ Ժամանակին որպես ապստամբ գաղութ Միացյալ Նահանգները զենքի ուժով անկախություն նվաճեց բրիտանական կայսրությունից, սակայն 20-րդ դարում նախկին գաղութարարն ու գաղութը դարձան անբաժան դաշնակիցներ։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հույս ունի օգտագործել արքայական շքեղությունն ու արարողակարգը ի շահ Բրիտանիայի, քանի որ նրա կառավարությունը ձգտում է ամրապնդել երկու երկրների հատուկ հարաբերությունները, խորացնել տնտեսական կապերը, ապահովել միլիարդավոր դոլարների ներդրումներ, քննարկել մաքսային սակագները։ Դաունինգ Սթրիթը հույս ունի օգտագործել այս այցի արարողակարգային փայլը հստակ գործնական նպատակներով։ Սթարմերն ակնկալում է Միացյալ Նահանգների նախագահից որոշ հանձնառություններ կորզել Ուկրաինայի եւ Իսրայելի խնդիրների շուրջ բանակցություններում։ Սակայն թագավորական ընդունելությանը զուգահեռ Լոնդոնում նաև բողոքի ցույցեր են տարատեսակ զավեշտական դրսևորումներով։ 4 մարդ է ձերբակալվել Դոնալդ Թրամփի եւ ենթադրյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի պատկերները Վինձորի ամրոցի պատին տարածությունից լուսավոր լույսերով ցուցադրելու համար։ Հարցումները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփի անձը Բրիտանիայում միանշանակ չի ընկալվում։ Կանգնեցրեք Թրամփին կոալիցիայի կազմակերպած բողոքի ակցիայի անվտանգությունն ապահովելու համար մայրաքաղաքում լրացուցիչ տեղակայվել են ավելի քան 1600 ոստիկան։ Այս այցի իրական արդյունքները պարզ կդառնան միայն այն բանից հետո, երբ կարգերի շքերթը կանհետանա Վինձորյան պալատի դարպասներում եւ կսկսվեն իրական բանակցությունները փակ դռների ետևում։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Ազատ գյուղի զինվորական կացարանի սարսափելի հրդեհի հայտնի գործով դատավճիռ է կայացվել։ Հիշեցնեմ, 2023 թվականի հունվարին 15 զինվոր էր մահացել հրդեհից։ Դատապարտվել է կրտսեր սերժանտ, այս ողբերգական դեպքի քննությունն ընթանում է մահացած զինծառայողների ծնողների բողոքի ֆոնին։ Ազատ գյուղի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից գրեթե 3 տարի անց գործով առաջին դատավճիռն է կայացվել։ Մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռադիկ Մաթևոսյանին դատապարտել են 3 տարով ազատազրկման։ Ըստ գլխավոր դատախազության, Բաշտի հերթապահ Մաթևոսյանը, որը պատասխանատու էր վառարանի համար, անհարկի բացակայել է կացարանից։ Դրա պատճառով չի նկատել ու չի փորձել կանխել կապիտան Եղիշե Հակոբյանի առերևույթ վառարանը բենզինով լցավորելու գործողությունը։ Կացարանում գտնվող 15 զինծառայող մահացել է։ 3 ստացել տարբեր աստիճանի այրվածքներ։ Սա Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ ոչ մարտական զոհերի ամենամեծ ողբերգական միջադեպերից է։ Մահացած զինծառայողների ծնողները սակայն դժգոհում են դատարանի որոշումից։ Զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ դատախազը կրտսեր սերժանտի համար պահանջել էր 5 տարվա ազատազրկում, եւ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է դատավորը նման որոշում կայացրել։ Եթե մենք հավատանք պաշտոնական վարկածին, ապա համար 1 մեղավորը Ռադիկն է, որովհետև եթե ինքը լիներ այնտեղ, որտեղ պետք է լիներ, վառարանի կողքին, վառարանը չէր հանգչի, Եղիշեն էլ չէր բերի բենզին լցներ ու հրդեհ չէր լինի։ Ես չեմ ուզում ոչ մի երիտասարդ տղա բանտ ընկնի, բայց այն, որ նրանք մեր տղաների արյունն ուրանալով առաջ են տանում պաշտոնական վարկածը, ինձ համար անընդունելի է։ Հենց ողբերգության օրը կառավարության նիստում վարչապետն է ներկայացրել դեպքի վերաբերյալ առաջին պաշտոնական վարկածը։ 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, արվել է ոչ միայն վառարանը, արվել է նաև բենզինը, արվել է նաև հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո էլի նախնական տվյալներով
Սպես ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է Զորամասի կացարանի ուղղություն։ Վարկածը դատարանում հաստատել է գլխավոր մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, հայտարարել, որ իր պատճառով է հրդեհը բռնկվել, հետո բղավել է, որ տղաները դուրս գան, արձագանք չի եղել, եւ մտածելով, որ նրանք արդեն դրսում են, ինքն էլ է հեռացել։ Մտածելով, որ ես իրան դուրս կգամ ու փոխնեմ։ Իմ մտքով եկել է որ ասի ես դուրս կգամ եւ արձանագրել ու փոխնեմ, ես Դա է սխալը, մտքով եկել եմ վերա բաժանած։ Ուժող կողմի փաստաբան Նորիկ Նորիկյանն ասում է, վաղուց են պաշտոնական վարկածի վերաբերյալ անվստահություն հայտնել եւ բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են։ Սկզբանը ինչպես է հատկացվել այդ բնակարանը, ով է համար դրան պատասխանատուն եղել, ինչպես է իրականացվել զինվորական ծառայությունը այդտեղ։ Մենք բազմաթիվ հարցեր ենք իրականացրել ԱԱԾ-ից սկսած, թե արդյոք այդ գործով մեղադրյալը այս կամ այն ազդեցության տակ չի եղել, արդյոք հիմա կաշկանդված չէ, արդյոք վիճաբանություն ծեզ, բռնություն չի կիրառվել մեկը մյուսի նկատմամբ։ Այս հարցերի պատասխանները ցավոքսած չի տրվել։ Դեպքից անմիջապես հետո պաշտոնան կենարվել երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ու եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Ըստ Փաշինյանի, դրան պետք է հաջորդեին շատ լուրջ հետևանքներ բոլոր պատասխանատուների համար։ Թեև մոտ 3 տարի առաջ թվում էր հստակ գիտեն ինչ է կատարվել, գործը սակայն շարունակ ձգձգվում է։ Մոտարապես 60-ից ավել անձինք են դատակոչված այս գործում, տուժողներ, վկաներ, մենք հիմա շուրջ 40 տուժողների եւ վկաների ենք հարցաքննել, դեռևս 20 անց կա հարցաքննության։ Դեպքի վայրում մի քանի անգամ փորձարարական զննություն է իրականացվել, բայց քանի որ ըստ Նորիկյանի տեղում եղած փաստերը խեղաթյուրված են, ստացվում է դա էլ գործին չի կարող օգնել։ Մենք սկզբանը արձանագրել ենք, որ դեպքի վայրը խախտվել է, ուրեմն այնտեղ դեպքի վայրի խախտման արդյունքում չափից դուրս կարևորագույն հետքեր են ոչնչացվել կամ թաքցվել կամ վերացվել։ Զոհվածների ծնողները շարունակում են բողոքել։ Նրանք ենթադրում են, որ կատարվածը դիտավորություն է, իսկ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Մերի Դանիելյան, Open Media։ Վերջին շրջանում կիբերհանցագործությունների ավելի ու ավելի մեծ թվով զոհերի մասին ենք լսում։ Խոսքը ինչ-որ մեկի անունով վարկ ձևակերպելու, բանկային հաշվից խոշոր գումար հափշտակելու եւ նմանատիպ այլ դեպքերի մասին է։ Թվային հանցագործություններից քաղաքացիներին պաշտպանելու համար կիբերոստիկանություն անունով նոր ծառայություն է գործելու Telegram ալիքի ձևով։ Խնդիրը նախ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելն է։ Հիշեցնել է, որ պետք է անձնական տվյալները գաղտնի պահել, կասկածելի հղումներից ու առաջարկներից էլ խուսափել։ Մանրամասները ռեպորտաժում։ Այս տարի մարտ ամսին համացանցով մի հավելվածի միջոցով հարցում էր, հարցումն անցնելուց հետո այնտեղ վեցանիշ թիվը պահանջվում, որը դու նշում ես, վեցանիշ թիվը նշելուց հետո նկատեցի, որ իմ բանկային հաշվից եւ հավելվածից գողացվել է 158,000 դրամ, մի քանի րոպե անց նկատեցի նաեւ, որ իմ անունով ձևակերպել է 265,000 դրամի վարկ։ Տուժողը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական վարույթ։ Բանկը 5 տարի ժամկետով կասեցրել է վարկի մարումը։ Եթե գտնեն կիբերխարդախին, վարկը կչեղարկվի, իսկ եթե ոչ, տուժողը ստիպված է լինելու 2030 թվականից սկսած մարել վարկը։ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարեցտարի աճում են կիբերհանցագործությունների դեպքերը։ Սոցիալական կայքերը, բջջային հեռախոսները եւ համակարգչային ծրագրերը, դառնալով մեր կյանքի անբաժանելի մաս, վերածվել են նաեւ հանցավորության գործիքների։ Նախկինում օրինակ դասական խարդախություններից 10-ից 1-ն էր տեղի ունենում համակարգչային եղանակով, այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման զուգընթաց այդ հանցատեսակը տրանսֆորմացիայի է ենթարկվել եւ խարդախությունների գերակշիռ մեծամասնությունը իրականացվում են հենց համակարգչի միջոցով։ Փորձագետները նշում են, որ հանցագործությունների բնույթը փոխվել է։ Եթե նախկինում 10 դասական խարդախություններից միայն մեկն էր կատարվում տեխնոլոգիաների միջոցով, ապա այժմ դրանց գերակշիռ մասը տեղափոխվել է առցանց տիրույթ։ Տրանսֆորմացիայի են ենթարկվել նաև հանցատեսակները՝ շորթումներ, սպառնալիքներ, շանտաժ, թմրամիջոցների վաճառք եւ հափշտակություններ։ Մեր հանրապետությունում հատկապես մեծ տարածում ունեն հափշտակությունները, երբ հանցագործները տարբեր եղանակներով կարողանում են թիրախավորել մեր քաղաքացիների բանկային հաշիվներին։ Մի դեպքում նրանք կարող են ներկայանալ որևէ բանկի
աշխատակից զանգահարել եւ փորձել բանկի անունից ներկայանալով ստանալ մուտքանուն եւ գաղտնաբառը կամ SMS հաղորդագրության միջոցով ստացած ծածկագիրը։ Հանցագործները WhatsApp, Telegram կամ Viber հավելվածների միջոցով առաջարկում են տարբեր գայթակղիչ ներդրումներ, խոստանալով գերշահույթներ։ Զեղծարարություններ են, որոնք փրկում են մարդուն կամ ինքնակամ գումարը փոխանցել, օրինակ ինչ որ ներդրումային իբր ծրագրեր են, կրիպտոարժույթի հետ կապված կամ իրական ինչ որ ընկերությունների մեջ ներդրումներ անելու ու այդտեղ մարդիկ ոնց որ ինքնուրույն գումարը տալիս են, իրենք էլ չեն հասկանում ոնց ստացվեց, որ կորցնում են մեծ գումարներ։ Մեկ այլ հանցավոր տարբերակ էլ ֆիշինգային կայքերն են, որտեղ օգտատերերն ուղղորդում են կեղծ կայքեր, նրանց տվյալները գողանալու նպատակով։ Տվյալները ստանալուց հետո հանցագործները հեշտությամբ մուտք են գործում քաղաքացիների օնլայն բանկինգի հավելվածներ, ձևակերպում նոր վարկեր կամ հափշտակում հաշիվներում առկա գումարները։ Ըստ Հայկ Մկրտչյանի այս հանցանքների տարածման հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների ցածր իրազեկվածությունն է։ Մարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ բանկային քարտի տվյալները, մուտքանուններն ու գաղտնաբառերը չի կարելի տրամադրել որևէ մեկին, անգամ ընկերներին սոցցանցերի միջոցով, քանի որ հենց նրանց էջերը կարող են կոտրված լինել։ Բոլոր խարդախությունները իրականացվում են հիմնական օտար լեզուներով, այսինքն զանգարողները հաղորդակցվում են ռուսերեն լեզվով ու այդ հեռախոսազանգերը իրականացվում են օտարերկրյա պետությունից, հիմնականում հետխորհրդային միջագերկերներից, օրինակ Ուկրաինայի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելարուսի Հանրապետությունից եւ այն ֆինանսական հափշտակած հոսքերը հիմնականում փոխակերպվում են կրիպտոակտիվների եւ այդ կրիպտոակտիվները ուղարկվում են կրկին արտերկրի։ Իրավապահները բացահայտել են քաղաքացիների, որոնք օժանդակել են օտարերկրյա հանցախմբերին, մասնավորապես Telegram-ում ստեղծված խմբի միջոցով մեր համաքաղաքացիներից գնել են բանկային քարտերի տվյալներ, դրանք հետագայում փողերի լվացման մեջ օգտագործելու համար, ոմանց հանցավոր մտադրություններից հետ չի պահել անգամ քրեական պատիժը։ Բացահայտվել է դեպք, երբ կալանավայրից են կազմակերպել քաղաքացիների դրամական հաշիվների թալանը։ Մեկի դեպքում նա հավաքագրել է օրինակ տարբեր բուկմեկերական կայքի հաշիվներ, մեկ այլնի դեպքում մեկը գնել է բանկային քարտի տվյալներ, իսկ դուրսը գտնվող անձը, ազատության մեջ գտնվող հանցագործը կանխիկացրել է հափշտակած գումարները։ Մեկ այլ տարածված խարդախություն է կեղծ օնլայն խանութների ստեղծումը, որոնք հատկապես ակտիվանում են ֆիրմային խանութների հայտարարած մեծ զեղչերի օրերին։ Մկրտչյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի։ Նախ փորձեն հասկանալ, թե այդ խանութը նախկինում գոյություն ունեցել է, թե չի ունեցել։ Հիմնականում խանութները իրանց հետադարձ կապի հատվածում հասցեներ նշած չեն լինում։ Եթե հասցեն նշած են լինում եւ օրինակ Google որոնողական համակարգում փորձենք բարձել, թե հասցեում նման խանութ գոյություն ունի, թե չէ, շատ դեպքերում կհասկանանք, որ նման խանութ իրականում գոյություն չունի։ Կարևոր փոփոխություն է տեղի ունեցել օրենսդրության մեջ։ Եթե նախկին քրեական օրենսգրքով հանցանք էր համարվում 5000 դրամը գերազանցող վնասը, ապա վերջին փոփոխություններով ցանկացած չափի գումարի գողությունը համարվում է հանցանք։ Շատ ավելի հողարկված քիչ դրա մասին խոսում, դա շանտաժի դեպքերն են, երբ որ մարդկանց հաշիվները կոտրում են, նամակներն են գտնում, որոնք մարդ չեր ուզենա ուրիշները տեսնեն, դրանց չհրապարակելու դիմաց գումար են ուզում, կամ ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են համոզում նկարել, հետո դա չհրապարակելու դիմաց գումար են ուզում եւ այլն։ Սա շատ տարածված է ու օրինակ անչափահասներն են շատ հաճախ թիրախավոր։ Ոստիկանությունը բացի հանցագործությունների բացահայտումից գործարկել է նաև կիբերոստիկանություն հարթակը, քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով։ Մեր համար էլ ավելի հեշտ կլինի, օրինակ այդ հարթակի միջոցով մեր քաղաքացիներին իրենց համար առօրյա թե բառապաշարով, այսպես ասած, թե տերմիններով ոչ պաշտոնական ներկայացնենք, թե ինչ քայլեր օրինակ կարող են կատարել, որպեսզի զերծ մնան այս կամ այն հանցագործությունից։ Քրեական օրենսգիրքը խիստ պատասխանատվություն է նախատեսում նույնիսկ ուրիշի անձնական սոցցանցային էջեր ապօրինի մուտք գործելու համար։ Նման արարքի համար կարող է սահմանվել պատիժ պայմանականից մինչև 8 տարի ազատազրկում։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Rio Open Media։
Թողարկումն ավարտենք մի շատ ոգեշնչող լուրով։ Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող պարաբասկամարտի աշխարհի առաջնությունում Սարգիս Ստեփանյանը մինչև 80 կիլոգրամ քաշային կարգում դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։ Նա նախկին զինվորական է, զինակցին մարտական դիրքից դուրս բերելիս ականային պայթյունի հետևանքով կորցրել է ոտքերն ու ձեռքը, բայց ոչ երբեք կամքը։ Սարգիսը սկսել է մարզվել, դարձել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Նա ոգեշնչման աղբյուր է դարձել պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդների ու առհասարակ ցանկացած մարդու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, տաղավարում աշխատեց Լուսինե Ղարսայանը, որը ձեզ հրաժեշտ է տալիս։ Հաջողություն։